Կարող եք հիշեցնել, երբ է Արծվիկ Մինասյանը հարցաքննվել, կան արդյոք այդ ենթադրյալ հանցագործության վերաբերյալ այլ ցուցմունքներ, կարող եք ասել, ինչ ցուցմունքների մասին է խոսքը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Խամոյան։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը օրինականությունը ապահովելու է ցանկացած իրավիճակում, եւ ձեր տեղեկատվությունները շատ կիսատ են։ Այն իրավիճակում, երբ դատախազությունը հայտնաբերում է հանցագործության վերաբերյալ առերևույթ դեպքեր, դրանք ուղարկվում են քննչական մարմիններին վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով եւ կխնդրեմ ձեր իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանցից դրացից ճշտեք, որ հաջորդ անգամ ձեզ անհարմար վիճակի մեջ չդնեն։ Հաղորդումը տարբերվում է քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով ուղարկված լրատվամիջոցների, այդ թվում ընդդիմադիր լրատվամիջոցների հրապարակումներից։ Ինչ վերաբերում է ձեզ անհրաժեշտ հիշեցումներին, ապա դրանց մասին ես նշեցի, բայց նորից կասեմ։ Արծվիկ Մինասյանը զբաղեցրել է նախարարի պաշտոնը 2016 թվականից մինչ 2018 թվականը, 2016 թվականի սեպտեմբերի 28-ին ստացել է Աշոտ Գնդոյանի գրությունը, դրանից հետո 2016 թվականի հոկտեմբերի 5-ին կայացել է նիստը Արծվիկ Մինասյանի նախագահությամբ եւ միաձայն որոշում է կայացվել ներկայացնել կառավարություն փաթեթ, 2016 թվականի հոկտեմբերի 6-ին գրությունն ուղարկվել է, 2016 թվականի հոկտեմբերի 27-ին ստացվել է պատասխան նախարարական կոմիտեից եւ կառավարությունից հավանություն տալ մրցույթի անցկացման համար եւ Արծվիկ Մինասյանին հստակ հանձնարարություն է եղել ապահովել մրցույթի թափանցիկությունը 2016 թվականի դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից անցկացվել է մրցույթ ներկայացրել են հայտեր ընդամենը 2 անձ, որոնք երկուսն էլ փոխկապակցված են Սեյրան Օհանյանի հետ։ Արձագանք։ Տիկին դատախազ Արծվիկ Մինասյանը նախարար նշանակվել է 2016 թվականի սեպտեմբերի 27-ին։ Ենթադրյալ ապօրինի փաթեթը նախարարություն մուտք է արվել հաջորդ օրը, այսինքն դուք ուզում եք ասել 24 ժամվա նշանակված նախարարը հանցավոր կապի մեջ է եղել ենթադրյալ հանցագործների հետ։ Դուք չասացիք ի վերջո, թե այլ անձիկ ովքեր են, որ ցուցմունքներ են տվել, որովհետև դուք միայն մեջբերում եք Արծվիկ Մինասյանի ցուցմունքը։ Ստացվում է Արծվիկ Մինասյանը ցուցմունք է տվել ինքն իր դեմ։ Դուք Արծվիկ Մինասյանին մեղադրում եք, որ չի ստուգել ենթադրյալ փաթեթի օրինականությունը, բայց դրա լիազորությունները Արծվիկ Մինասյանը ի պաշտոնը չի ունեցել։ Դա նույնն է, որ հիմա վաղը այդ ամբիոնից ձեր դեմ մեղադրանք ներկայացվի նրա համար, որ նախաքննական մարմնի ներկայացրած փաստերը դուք չեք ստուգել եւ գործեր եք հարուցել։ Օրինակ այդ հայտնի ձայնագրությունների օրինականությունը դուք չեք ստուգել եւ դրանց հիման վրա քրեական գործեր եք հարուցել։ Ձեզ դրա համար վաղը փաստորեն այս տրամաբանությամբ մեղադրանք է ներկայացվելու եւ վերջում դուք Հայաստանում օրինականություն չեք ապահովում, դուք Նիկոլ Փաշինյանի համար եք ենթադրյալ օրինականություն հաստատում։ Շնորհակալ։ Կարևոր միտքն էլ հնչեց, խնդրեմ Տիկին դատախազ համեցեք։ Շնորհակալություն։ Ես նշեցի, որ արկա են մի շարք անձանց ցուցմունքներ, եթե նախագահությունը թույլ կտա, ստիպված պետք է թվարկեմ անձանց, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ խոսքը ընդհանրապես ինքնախոստովանական ցուցմունքին է վերաբերում։ Բացի այդ, ես նշեցի, որ փաստաթղթերը, որոնք ստացվել են բնապահպանության նախարարությունից զննվել են, կարող է լինել 1 րոպե, կարող է լինել 24 ժամ։ Փաստաթղթերը, որոնք զննության են ենթարկվել, բոլորը Արծվիկ Մինասյանի ստորագրությամբ են, այդ թվում Արծվիկ Մինասյանի ստորագրությամբ են ուղարկվել կառավարություն, այդ թվում մրցույթներն անցկացվել են Արծվիկ Մինասյանի նախագահությամբ, անկախ նրանից, թե քանի ժամ առաջ էր Արծվիկ Մինասյանը նշանակվել պաշտոնին։ Դրանք վերբալ ապացույցներով չեն հիմնավորվում Տիկին Խամոյան, դրանք հիմնավորվում են առգրավված եւ զննված փաստաթղթերով։ Բացի այդ, քննության ընթացքում ցուցմունքներ են տվել վարույթին մասնակից բոլոր անձինք, կթվարկեմ անունները,
Գրիգոր Բարսեղյան, Գարեգին Բարսեղյան, որոնք շինարարական ընկերության ներկայացուցիչներն են։ Ջիվան Պետրոսյան, Աշոտ Դավթյան, Վասիլ Գրիգորյան, Համլետ Ծառուկյան, Գագիկ Հայրապետյան, Արամ Եգանյան, Սուլիկո Շուշանյան, Մհեր Կիրակոսյան, Վաչե Աղաջանյան, Վալենտին Պետրոսյան, Դավիթ Առաքելյան, Բենյամին Ղալեչյան, Էդգար Գրիգորյան, Գագիկ Վարդանյան, Դավիթ Կարապետյան, Վազգեն Նահապետյան, Արմեն Լազարյան, Տիգրան Շարյան, Արտաշ Անտոնյան, Անդրանիկ Օհանյան, Հակոբ Առաքելյան։ Որպես մեղադրյալ հարցաքննվել է Լևոն Բարսեղյանը, որպես վկա հարցաքննվել է Սեյրան Օհանյանը, որպես վկա հարցաքննվել է Արծվիկ Մինասյանը, ինչպես նշեցի, պահանջվել են շրջակա միջավայրի նախարարությունից եւ ստացվել են անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք զննվել են եւ իմ կողմից նշված բոլոր հանգամանքները երևում են փաստաթղթավորված։ Բացի այդ, ձեր կողմից նշված լիազորությունը չունենալու մասով, ես կցանկանամ ձեզ հիշեցնել իմ կողմից միջնորդագիրը ներկայացնելու ընթացքում կառավարության երկու նորմատիվ որոշումները, որոնցով բնապահպանության նախարարի լիազորությունները շատ հստակ սահմանված են, այդ թվում որպես մրցութային հանձնաժողովի նախագահ։ Բացի այդ, կցանկանամ ձեզ հիշեցնել, որ բացի նրանից, որ կառավարությունը համաձայնվել էր, որպեսզի մրցույթը իրականացվի, հատուկ հրահանգել էր, որպեսզի մրցույթն իրականացվի թափանցիկ։ Կարծում եմ պաշտոնատար անձի համար սա կատարման համար պարտադիր պահանջ է եղել, անկախ նրանից, թե ինչ մասնավոր մեկնաբանության դա կարող է ենթարկվի։ Բացի այդ, զննվել են կադաստրային գործը, իրականացվել է շենքի եւ հողատարածքի զննություն։ Ես նշեցի, որ պարոն Մինասյանն ասում է, որ ցանկացել է բերել օրինականության դաշտ եւ ցանկացել է, որպեսզի վարձավճարները գանձեն, մեզ հասանելի որևէ տվյալ, որևէ օրինական աղբյուրում չկա, որ այդ վարձավճարները մինչ օրս գանձվել են կամ որևէ փուլում գանձվել են։ Բացի այդ, ես նշեցի, որ կան պաշտոնատար անձինք, ովքեր պարտավոր էին ոչ միայն քանդել, ոչ միայն արձանագրել, այլև քանդել ապօրինի շինությունները։ Անձինք նշել են եւ ընդունել են իրենց մեղավորությունը կատարված արարքի մեջ, քանի որ վարույթը նախաձեռնվել է դեռևս 2017 թվականին, քրեական հետապնդման վաղեմության ժամկետները լրացել են եւ անձինք համաձայնվել են, որպեսզի ոչ արդարացնող հիմքով իրենց նկատմամբ հետապնդումը դադարեցվի։ Ըստ էության բոլոր ապացույցները 25 տարի տիրապետելու եւ օգտագործելու շինությունը։ Բացի այդ, քանի որ արդեն շենք-շինությունը կառուցված էր եւ երբևէ որևէ ներդրումային ծրագիր չի իրականացվել, ներդրումային ծրագիրը եղել է իրավական քողարկումը այն արդեն կատարված ոչ օրինական արարքի, որը փորձ է արվել ներկայացնել օրինական։ Եվ այստեղ պարոն Մինասյանի ավարտում եմ։ Պարոն Մինասյանը միակ պաշտոնյան էր, որը կարող էր մրցույթը անցկացնել, որովհետև ի պաշտոնե հանձնաժողովի նախագահն էր։ Մենք չենք ասում պարոն Մինասյան ինչի չեք քանդել։ Մենք ասում ենք դրախտիկ համայնքի ղեկավար ինչի չես քանդել։ Ասում սխալ եմ արել։ Մեղավոր եմ։ Ընդունում եմ, վաղեմությունն էլ անցած է։ Ներողություն, այդ արդեն մեր ուժերից վեր է։ Պոակի տնորեն, ինչի ժամանակին չես արձանագրել։ Էլի ոչ արդարացնող հիմքով հետապնդում է, բայց ոչ նա, մրցույթ անցկացնել չէին կարող։ Մրցույթ անցկացնել կարող էր միայն հանձնաժողովը, հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ, որն էլ ստորագրում է հանձնաժողովի փաստաթղթերը։ Եթե Արծվիկ Մինասյանը այս գործընթացը չաներ, ամեն օր հարցեր առաջանալու, այս ինչ առանձնատուն է, ուր է հիմքերը։ Մինչև այսօր կադաստրային գործի մեջ երևում է Թույլ արձագանքի, հա, տիկին։ Բայց ավարտեմ նոր։ Մինչև այսօր կադաստրային գործի մեջ երևում է, որ դա դատարկ հողատարածք է կառուցապատման իրավունքով։ Կադաստրային գործի մեջ։ Տիկին դատախազ, ամեն դեպքում թվում է պարզ հարց է։ Դուք իրավական տեսանկյունից, իրավական տերմինոլոգիայով խոսում եք, բայց մենք իսկապես շատ պարզ ենք ուզում հասկանալ։ Հիմա այդ գործողությունների արդյունքում ես նաև ձեր խոսքից հասկացա, որ ամեն դեպքում այդ տունը օրինական հիմքերի վրա դրված չէ։ Ինքը չի կարող